մեր տատիները, պապիները շատ կարող են հետո հոգնեն, հետո չուզենան այնտեղ նման խնդիր չկա, իրանք իրար օրերն ունեն, չգիտեմ 70-80 տարեկան դու կարող ես ավակ սերնդի գեղեցկուհիներ տեսնես, որ այսօր երեկոյան որոշել են միասին դուրս գան ճաշրիվ դուրս են գալիս։ Դա այնքան ներդաշնակ է, որը ցավոք սրտի մենք այս բան չունենք։ Մեզ մոտ 50 անցքին արդեն չգիտես ինչու համարում է, որ ինքը արդեն կյանքից հոգնածքին է ու վերջ։ Իսկ իրականում, երբ հասկանում ես, որ կյանքը իրականում սկսվում է 45+, բարձում է, որ չէ, այստեղ երկրորդ շունչը չդես, դեր առաջին շունչն է նոր այսպես։ Շատ են ասել, տաղավարում եղել են, որ 80 տարեկան մարդիկ ասեն, դե ես դեռ ասում երբեք վերցրեց ձեր երկրորդ շնչառությունը, ասում, բայց ես իմ առաջին շնչառության մեջ եմ, եւ իսկապես այդպես է։ Դա փաստ է, դա ոչ ինչ-որ կոմպլիմենտար վիճակ է, որ դա փաստի արձանագրում է, որը ակնհայտ է։ Հասմի քանի հանդիպում է արդեն եղել եւ առաջին քայլերը երկացանկ եք մշակում, երաշտական տվյալներն եք ստուգում։ Նայեք, առաջի այդ կայացած խումբս, որ ունեմ, մենք արդեն 1 տարի փորձ ունենք, միասին փորձեր ենք անում, ծրագիր ունենք, դա ստաբիլ երջախումբ է, այսպես ասվենք։ Մայրիկ է կոչվում։ Մայրիկ երջախումբը Արևիկի հետ քննարկելիս մենք մտածեցինք այսպիսի բան, որ ավելի ազատ ձևաչափ իրենց առաջարկենք, որ բոլորն իմանան, որ յուրաքանչյուր շաբաթ օրը ժամը 12-ին Երևանի լոֆտում կա նման ձևաչափ երջախումբ, որի ընթացքում մուտքը վճարովի, որովհետև հրավիրված են երկու բազմականին լուրջ լավ մասնագետներ, որովհետև կատարածք եւ վերջում պարտադիր հյուրասիրություն, որովհետև իրենց բացի երկեցողությունից պարտադիր է շփումը։ Իրար հետ շփվելը առաջի օրը մայրիկներ կային, որ ինչ-որ համեղ բաներ էին պատրաստել իրենց են, որտեղ այդ շփման իրենք ձգտում են։ Ձևաչափը այսպեսին է, որ կարող եք ոչ թե ստաբիլ ամեն շաբաթ ժամը 12-ին գալ, կախում, որը ստաբիլ է գալու վստահ եմ, բայց մարդիկ կան, որոնք երբ ցանկություն ունեք, երբ ժամանակ ունեք, իմանան, որ նման տեղ կա, որտեղ իրենց միշտ սպասում են, իսկապես սպասում ենք։ Եվ գինը այնպես է դրվել, բնականաբար դա նորմալ է, որ մասնագետը պետք է վճարվի, դա ամբողջ աշխարհի փորձառություն է եւ ես չեմ ուզում որ մեր հայկական մտածողությունը այդ առումով որ տիպ բան չի ոչ մի լավ բան չի կարող լինել անվճար, բայց կա adekvat գնային մոտեցում, որը մենք մաքսիմալ ցուցաբերել ենք այս բaragայում։ Գիտեք, ես միշտ օրինակը որն եմ, ինչ օրինակ եմ բերում, մենք սովորենք մեր երեխաների համար մասնավոր թանկ դպրոցներ, տանել, վճարել, ախրելի գումարներ, բայց երբ որ ինչ որ ծառայություն կա մեր ծնողների համար, մենք մտածում ենք, արդյոք մենք վճարենք ամբողջ հարցը մենք ոնց որ գումար մեր ծնողի զբաղմունքի համար ծախսել մենք բոլորս, ովքեր որ միջին սերունդը չի պիտի դա ապահովի, մենք մի պահ մտածում ենք, այո, իսկ երեխայի համար երբեք չենք մտածում, երբ որ խոսում ենք մտածելակերպի փոփոխության մասին, իսկ շարունակելով դա, այսինքն մենք ինքներս էլ ունենք այս գիտակցության փոփոխությունը, որը տալում արդեն սկսել է, այո, արժեքի ծախսել, նույն արժեքը պետք է ունենա կարևորության, այո։ Երբևէ այս պրիզմայից չէի նայել, իսկապես շատ ճիշտ եք։ Այս մի քիչ ցավոտ հարց է մեզ համար, ինչու, որովհետև սոցիալական նախագիծ վարելը, սոցիալական բիզնես նախագիծ, ինչ է դա նշանակում, երբ որ դու որոշակի արժեք ես սահմանում այդ պրոդուկտից կամ այդ տարածքից օգտվելու, որի ամբողջ հասույթը գնում է այդ կառույցի ինքնապահպանմանը, ծախսափակմանը։ Սա այնքան պարզ դրամաբանական է, որովհետև սկսած այդ տարածքի վարձակալությունից, այդ մեծ անձնակազմից, այդ պատշաճ վիճակից, սկսած ինտերնետից, դաշնամուրից, սպասարկումից, էլեկտրաէներգիայից, Wi-Fi-ից, այսինքն ամեն ինչը ֆինանսաժ է։ Եվ երբ որ դու սոցիալ հեշտ է ամեն ինչ, այո, ես գիտեմ, բայց երբ որ դու սոցիալական բիզնեսը որդեգրած, որպեսզի դու կարողանաս այն աշխատած մեկ լուման փակես քո կառույցի ծախսը եւ դու այստեղ չես կարող լավ բան անել, եթե դու դա չես կարողանում ծախսափակել։ Մենք շատ երկար ենք մտածել այս մուտքավճարի վերաբերյալ եւ ես առաջին օրը հայտարարեցի, որ ամեն ինչ կանեմ, որ մենք կարողանանք հովանավոր գտնել նախագծի համար եւ կարծում եմ, որ կգտնվեն տարբեր կառույցներ, ում համար հենց այս տարիքային սեգմենտն է որպես թիրախ հետաքրքիր, որովհետև նաև հովանավորչությունը նույնպես բիզնես կոմպոնենտ ունի։ Եվ այսպես ուղղակի չեն հովանավորում, ես հասկանում եմ, ամեն դեպքում մենք կփորձենք բայց իրանք էլ ունեն ծնողներ։ Այո, իհարկե։ Մենք հիմա պատրաստվում ենք երրորդ հանդիպմանը այս շարքի եւ թե առաջիկա շաբաթ օրը։ Այո, առաջիկա շաբաթ օրը եւ դեռ չի իջել հաճախելիության քանակը,
այցելուների եւ իրենց ողջավորությունը անգամ արտաշատից ունենք կանայք Վայոց ձորից ովքեր եկել են եւ ինչի պիտի նշեմ կային տղամարդիկ սա մեզ համար ինձ համար մասնավորապես շատ ողջավորող էր եւ կուզեմ իրենց քանակը բերենք բալանսի որ միայն կանայք չգան եւ այսպես գեղեցիկ բան ստանանք երգչախումբ ստանանք հետո միևնույն ժամանակ Հասմիկի էներգիան չեմ կարող դա այսպես չմատնանշել ես կարծում եմ առանց Հասմիկի մենք չենք ստանա այն ինչ այդ առաջին օրը ստացանք ուստի նաեւ եթերից պիտի շնորհակալություն հայտնեմ մեր կողքին լինելու հրաշալի է իմիջիալոց համամասնության հետ կապված մեր բոլոր ծրագրերում դա ունենք որտեվ պապիկներն էլ ավելի ներտեն գալու այսինքն տաղավարից ու փշենքի բակի ընկերների հետ նարդի խաղալու զատ այլ զբաղմունք նոր զբաղմունք վերցնելու առումով ավելի ներտ են հասնում երկացանկը եւ արդյոք երաշտական կրթությունը պարտադիր է դուք որոշ բաներ ստուգում եք արդյոք իրենց բարագայում երբեք ոչ բան չի ստուգվում քանի որ այստեղ կարևոր է շատ ուրիշ բաներ եւ մի շատ կարևոր պահ այստեղ կա քանի որ դա միայն երկեցողություն չի դա շնչառություն է դա ռիթմիկա է դա լիքը բաներ որ անգամ ուղեղի մի քիչ դանդաղացած անգամ աշխատանք կարող են արագացնել եւ ինձ համար շատ լուրջ ուսումնասիրություններ երբ ձեռքս ընկել նայեցի դա համաշխարհային հայտնի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը անցած տարի ինչքան հիշում եմ գիրք ամբողջովին հոդվածներ ինքը թողարկեց որտեղ հենց այդ Music and Mind գիրքն է որտեղ ինքը պարտադիր գրում է թե ինչով է երաժշտությունը ընդհանուր այո այնպես որ այդ փորձառություններ կա համաշխարհային մակարդակի եւ պարզապես այդ ամեն ինչը դու միևնույն է կրկին ասում եմ որ մեր պրիզմայով հայկական պետք է անցկացնես եւ դա երկեցողություն է դա շնչառություն է դա զրույցներ են դա ռիթմիկ աշխատանք է դա ձեռքերի շարժում է ամենը 40 րոպեվա մեջ որ մաքսիմալ մարդը իրեն թարմացած օդը հասած լինի ուղեղի այն հատվածներին որտեղ այդ կարիքը կա հետո էլ մի հատ իրար հետ շատ մեծ հավեսով շփվում են եւ իրար ասում ենք ստեսյուն ինչ հաջորդ շաբաթ իսկ ինչ երգեր են հիմնականում այդ երգերն են ժողովրդական եւ կոմիտաս դա այն երգացանկն է որ ինձ համար ամենաառողջարարն է եւ դա ապացուցված է որ մեր երգերը իրենք ունեն շատ լուրջ առողջական սիգմենտի մեջ այդ երգերն են առաջնայինը հետո երբ ծրագիրը արդեն հիմնականում կազմված կլինի միգուցե անդրադառնանք նաև ջորիշ երկերի որը ցանկությունը կլինի հետո հիմնականում բառերն էլ գիտեն երկերի մեծ մասը դա էլ կա բայց այստեղ շատ կարևոր է ինչ որ մի նոր բան պարտադիր լինի որ ուղեղը ստիպված լինի ինչ որ մի նոր բանի վրա ֆիքսվելու եւ սկսելու աշխատելու վրա հրաշալի է արեք եւ մի վերջին հարց դուք ասացիք որ այսինքն արդեն բավարար չափով մարդիկ կան բայց մենք միշտ մեր հաղորդումների նպատակը նաև այն է որ ավելի շատ մարդու իրազեկենք ավելի շատ մարդու հրավիրենք հիմա եթե ցանկերը շատանան հնարավոր է այլ օր ինչպես եք նախատեսում զարգացումը ես հավատում եմ որ անպայման սա շատ հրաշալի գաղափար է եւ կարող է շաբաթը բոլոր օրերին երգեն շնորհակալություն ես ինքս լավատես եմ սակայն մտավախությունը կա որ օրինակ հենց մեր մտածողության եւ մեր մենտալիտետի մեջ այդ փոքրիկ թամբալությունները ավելի ընդունված են եւ դա ցանկացած տարիքին է վերաբերվում եւ այստեղ մի քիչ ավելի հենց ազգային այսպես բան կա ոչ վատ իմաստով եւ եթե մենք քանակը ավելացնենք ես վախենում եմ մենք առայժմս կշտապենք ավելի ցանկալի է մեր պարագայում թող 100 հոգանոց դահլիճ լցվի եւ քեֆ անեն ուրախանան իրենց տրամադրությունը բարձրանա որից այսպես կմաղվի եւ ժամանակի ընթացքում մենք ունենանք 30 հոգանոց հստակ երգչախումբ եւ դա կլինեն այն տարեցները, ում համար դա կարևոր է, ում համար շաբաթ օրվա ժամը 12-ը արդեն փակված է եւ ովքեր պլանավորված այդ օրը գալու են երգչախմբի։ Նախնական մենք նախատեսում ենք ունենալ այ բեբի կոնցերտների պես մեծ, որից կմաղվի։ Ես առաջին անգամ երբ որ նոտա վերցրեցին իրենք, հենց այդ առաջին պահը, այսպես Հասմիկն ու ես իրար նայեցինք, որովհետև բավականին պատրաստված էին։ Գրեթե չունեցանք անգամ լսողությանը հնչողության խնդիր, որովհետև կարծես պատրաստած երգչախումբ մի անգամից սկսեցին երգել եւ մենք ինչու, որովհետև նրանք ովքեր եկել էին երգի դասի արդեն որոշակի հետաքրքրություն ունեին, հնարավոր է երաժշտական կրթություն, դա իրենց համար սիրելի զբաղմունք էր, որտեղ 55 հոգուց այն օրը ներկա երաժշտության հետ առնչվող եղել են երևի թե 3 հոգի, մնացածը քիմիկներ, դասախոսներ, լեզվաբաններ, ուղղակի կարևորություն են հասկացել։ Ես մի բան պիտի ուզեմ, քանի ես հնարավորությունը կա հրաշալի ավելացնեմ, երբ որ մենք պետքա գովազդ միացնենք Facebook-ում, այս իրադարձության ես մեր մասնագետին խնդրեցի ոչ թե գովազդի թիրախ ընտրել տարեցներ
ընկերներին, այլ ընտրել մեր սերնդին, ովքեր ունեն մամաներ, պապաներ, տատիկներ, պապիկներ։ Եվ հիմա իմ հորդորը եւ խնդրանքը հենց իմ ընկերներին մասնավորապես եւ այն մարդկանց, ովքեր մեզ այսօր լսում են։ Մեր տարեկիցներին։ Դուք չեք պատկերացնում որքան կարեւոր է, ոչ թե որ մեր ծնողներին մենք տանենք խանութ, լավ հագուստներ առնենք, դա էլ է կարեւոր։ Ոչ թե որ իրենց ուղակի այսպես զանգահարենք, որովհետեւ այդ օրը չէինք զանգահարել, այլ այդ փոքր բյուջեն, այս պարագայում շատ ծիծաղելի փոքր, անկեղծ եմ ասում, մենք կարողանանք տրամադրել նրանց կյանքը նոր գույներ ավելացնելու, նոր ընկերներ ձեռք բերու եւ շաբաթ առավոտյան ունենալու նպատակ արթնանալու, պատրաստվելու, հարդարվելու, միաժամանակ քսելու եւ տանից դուրս գալու։ Հրաշալի մոտիվացիա էր։ Ես էլ մտածեցի մարզից մայրս կգա, թե ոչ արդեն։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ նախաձեռնության համար,